ուժերին 27 ուժերի հարց եք ուղղել եւ ինչ պատասխաններ եք ստացել այդ հարցին։ Մենք 27 ուժերի նամակներ ենք ուղարկել, կուզենայի նամակի բովանդակությանը կարճ անդրադառնալ։ Իվարկյան ներողություն եմ խնդրում, այսինքն մենք հստակ դիրքորոշում ենք ուզում ստանալ քաղաքական ուժերից հետևյալ հարցերի հետ կապված ուզում ենք ստանանք, այսինքն մեծ մասը պատասխանել են, արդյոք տվյալ քաղաքական ուժը համարում է, որ գործող քաղաքական համակարգը եւ սահմանադրական կարգը հանգեցրել են իշխանության գերկենտրոնացման, եթե այո, ինչ քաղաքական կամ սահմանադրական լուծումներ են տեսնում այդ խնդրի հաղթահարման համար, ընդունելի է համարում արդյոք տվյալ քաղաքական ուժը սահմանադրական փոփոխությունները ներկայիս օրակարգը, ինչը որ իշխանությունն է տանում թե չէ, գործընթացը եւ ինչպիսի մոտեցում ունի դրանց լեգիտիմության, հանրային վերահսկողության եւ իրական նպատակների վերաբերյալ, ինչպիսի տեսլական ունի տվյալ քաղաքական ուժը իրական հակակշիռների ինստիտուցիոնալ վերահսկողության ու քաղաքական մրցակցության վերականգնման կամ ամրապնդման ուղղությամբ, ինչ ժամկետներ են քաղաքական ուժերը նախատեսում սահմանադրական անհրաժեշտ կամ ընտրական օրենսգրքի անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու, հենց այդ փոխզսման մեխանիզմները ստեղծելու համար եւ արդյոք նրանք դիտարկում են նոր ընտրություններ, արտահերթ ընտրություններ, այդ սահմանադրական փոփոխություններն իրականացնելուց հետո 27 ուժերից 20-ն են պատասխանել այս կամ այն ձևով, ինչպես մեր ընկերն ասեց, Հովհաննեսն ասեց, կամ գրավոր կամ բանավոր, այո։ Ես կուզենամ ասեմ, որ այդ 20 քաղաքական ուժերից, որպեսզի բոլորին հաթարած չանդրադառնամ, ասենց ընդհանուր ասեմ, 20 քաղաքական ուժերից 18-ը այս կամ այն չափով դրական են անդրադարձել, այսինքն շեշտադրում է եղել են հարցի վրա, որ մեզ այո անհրաժեշտ են փոխզսման մեխանիզմներ, ես կարող եմ հեսա ցուցակներ կարդալ կամ փոխանցեմ ընկերս կկարդա, այսինքն մեզ պետք են փոխզսման մեխանիզմներ եւ իշխանափոխությունից հետո միանշանակ նման սահմանադրական փոփոխությունների գնալու են եւ նրանց մեծ մասն էլ չի բացառել, առնվազն չի բացառել, որ արդեն նոր սահմանադրական կարգի հաստատման պարագայում առնվազն պետքա բարձրացվի արտահերթ ընտրությունների հարցը։ Իսկ որ ուժերն են բացասական Ուրեմն բացասական սենց ասեմ, ուրեմն երկու ուժ ա եղել, որ բացարձակ խնդիր չի տեսել, դրանք եղել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայաստանի ժողովրդավարական, չէ, Սուրեն Պետրոսյանը։ Հայաստանի Հանրապետական Արամ Սարգսյանը։ Չէ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ-ն։ Ուրեմն մյուս 7-ի անունը ես է շատ կուզենայի հատուկ շեշտադրում անել ու խնդրել լրատվամիջոցներին նաև իրենց եւս այդ հարցերը բարձրացնել, ոչ միայն իրենց, այսինքն անգամ այն քաղաքական ուժերին, ովքեր պատասխանել են ու ես հեսա կասեմ ովքեր են եղել, բայց այդ թվում նաև այն մնացած քաղաքական ուժերին, ովքեր չեն պատասխանել, հստակ հարց ուղղել, արդյոք որ դուք գաք շարունակելու եք այս սուպեր վարչապետական կառավարման համակարգի, կոպիտ ասած պատրաստվում եք հաջորդ կոնկուրսը լինեք, թե չեք պատրաստվում։ Ուրեմն Արդար Հայաստան, Նորիկյան, այդպես էլ պատասխան չստացանք, մեր ձևով շարժումը, չնայած բազմիցս փորձեցինք կապ հաստատել ու կապ հաստատեցինք, նամակը մի քանի անգամ ուղարկեցինք, բայց այդպես էլ պատասխան չստացանք, միասնության թևերը, իրենք էլ վստահաբար նամակը ստացան, մենք ճշտել ենք, որ ստացել են, բայց այդպես էլ պատասխան իրենցից չստացանք, ոչ գրավոր, ոչ բանավոր, ուրեմն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, իրենք էլ պատասխան ոչ մի կերպ չուղարկեցին, չնայած մենք թե հայ փոստով ենք ուղարկել, թե էլեկտրոնային փոստով, եւ այդ թվում նաեւ զանգել ենք, ճշտել ենք, հասելա թե չէ, ինչպես նաեւ ես ուղիղ հենց իրենց քաղաքական թիմից Իվետա Տոնոյան, չէ։ Հենց կոնկրետ Իվետա Տոնոյանի հետ եմ կապել, էլի պատասխան չստացանք, չնայած ինչքանով է իմ համար մի քիչ դա բան ոնց որ նույն sense ասենք անհասկանալի, որովհետև իրենց դաշինքից առնվազն երկու քաղաքական ուժ, խոսքս Մայր Հայաստան կուսակցության մասին է, որը եւ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որոնցից մեկը գրավոր է պատասխանել, շատ դրական ձևով արձագանքել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ինչպես նաեւ քննարկում ենք ունեցել դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ, ինքն էլ է դրական արտահայտվել, բայց չգիտես խի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տենց էլ չի արձագանքել։ Գուցե զուտ ժամանակի հարց է եղել, չեն հասցրել, թե բավականին երկար ժամանակ են ունեցել։ Մենք բավական երկար ժամանակ այդ հարցով զբաղվում ենք արդեն։ Ինչքան ժամանակ։
Հունվարից զբաղվում ենք։ Հունվարից ուղարկել եք։ Հունվարից ուղարկել ենք, հունվարից բազմիցս փորձել ենք կապվել։ Այդ բոլորի հետ ում անուն տվեցու մի անգամ չէ, առնվազն 3, 4, 5 անգամ յուրաքանչյուրի հետ ով չի պատասխանել կապվել եմ։ Չնայած ասեմ պատասխանողների մեջ էլ է խնդիրը է եղել, ոչ մեկ իմ համար ճիշտ ասած մի քիչ անհասկանալի է քաղաքական ուժերը, ովքեր պատրաստվում են ընտրությունների, բայց անհաղորդ են հասարակությունից եկած ազդակներին։ Տեսեք, այս հարցերի նպատակը ո՞րն է։ Դուք ձեզ համար ինչ եք ուզում բարձել։ Խնդիրը ոչ միայն պարզելու մեջ է, այլ նաև փորձել ստեղծել իրավիճակ, որ քաղաքական ուժերը իրենք հանրության մեջ այդ Կասկածները։ չէ, կարծիքը պետք է դա իրականացնել։